Շնորհակալություն, հարգելի պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Պետք է հիշեցնեմ, որ մենք 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատել էինք ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, եւ սա պարունակում էր մեր նախնական պատկերացումներն ու տեսլականը ակադեմիական քաղաք ծրագրի շուրջ, որի շրջանակներում էլ մեծ ծավալի աշխատանք է արվել, դրանից հետո ընկած ժամանակահատվածում եւ այժմ գտնվում ենք մի փուլում, երբ որ կատարված աշխատանքը ամբողջությամբ հնարավոր է դարձնում հայեցակարգը հաստատել լրամշակված խմբագրությամբ, շատ ավելի հստակ եւ տեսանելի դարձնելով մեր առաջիկա անելիքները եւ ձեր թույլտվությամբ նախ կուզեի նշել այս ընթացքում կատարված աշխատանքների մասին, մասնավորապես մենք արդեն մի փուլում ենք, որ GMP գերմանական ճարտարապետական կազմակերպության կողմից մշակվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը եւ այն ներկայացվել է նաեւ մեր օրենսդրության համապատասխան համալիր փորձաքննության եւ հաստատման։ Մշակվել է նաև էլի գերմանական մեկ այլ խորհրդատվական կազմակերպության կողմից ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը, որը հատկապես կարևոր է եղել ռիսկերի կառավարման ամբողջական շտեմարանի ձևավորման եւ այս ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ։ Իտալական սիստեմատիկա կազմակերպության կողմից իրականացվել է տրանսպորտի եւ շարժունակության վերաբերյալ ուսումնասիրությունը, որը դարձել է ծրագրի շատ կարևոր հատվածը։ TUM International կազմակերպության կողմից մշակվել է ինչպես տեխնոլոգիական կլաստերի ձևավորման, այնպես էլ ակադեմիական քաղաքի կառավարման համակարգը։ Ներկայումս Ernst & Young կազմակերպությունը ավարտում է ծրագրի ֆինանսական իրագործելիության, կենսունակության եւ ներդրումային հնարավորությունների վերլուծության աշխատանքը, որը մարտի ընթացքում պատրաստ կլինի եւ հնարավորություն կտա արդեն ծրագրի ներդրումային փաթեթը ամբողջականացնել եւ սկսել ներդրումային ուղղությամբ աշխատանքները առանձին աշխատաժողովների եւ գործընկերների հետ հարաբերություններով։ Բացի դրանից մենք հեղինակավոր բուհերի հետ համագործակցությամբ իրականացնում ենք կրթական կլաստերի ձևավորման, արվեստի կլաստերի բովանդակության եւ կառուցվածքի մշակման, ինչպես նաեւ արդեն իսկ նաեւ Քեմբրիջի հետ բանակցում ենք դասական կլաստերի ուղղությամբ ներգրավելու եւ այս աշխատանքներն էլ առաջ տանելու։ Ինչպես նշեցի, կատարված աշխատանքների հիման վրա հայեցակարգը ամբողջությամբ վերանայվել է եւ այժմ ներկայացված նախագծով սահմանվում են ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, հիմնարար սկզբունքները եւ թիրախները, ծրագրի կառավարման նկարագիրը, կազմակերպական կառուցվածքը եւ կլաստերների ընդհանուր մոդելը ու նկարագրերը, տեղադիրքը, ենթակառուցվածքները եւ տարածքի զարգացման սկզբունքները։ Ինչպես նաեւ նշեցի, ռիսկերի կառավարման եւ կայունության հարցերը առանձին նույնպես արտացոլված են հայեցակարգում։ Ինչը շատ կարևոր է, ակադեմիական քաղաքի շրջանակներում ներգրավում ենք նաև տաղանդների զարգացման ծրագիրը, որի ընդունմամբ կմեկնարկեն մեր հանրապետությունում տաղանդների բացահայտմանը եւ զարգացմանը միտված աշխատանքները, որը հնարավորություն կստեղծի իրականացնելու կրթության զարգացման ռազմավարությամբ ամրագրված եւ պետական ամենաբարձր մակարդակում հնչեցված այն սկզբունքը, համաձայն որի մեր կրթական համակարգի առաքելությունն է բացահայտել եւ հնարավորին չափ զարգացնել յուրաքանչյուրի տաղանդը, ընդլայնելով իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները։ Տաղանդների զարգացման ծրագիրը իրականացվելու է ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակներում, նպատակ ունենալով ապահովել ակադեմիական քաղաքի էության հստակ եւ ճիշտ հաղորդակցումը եւ դրա նկատմամբ նաեւ հանրային բովանդակային վերաբերմունքի ձևավորումը։ Հայեցակարգում նկարագրվում են նաեւ ծրագրի իրականացման ֆինանսական ռազմավարության մշակման գործընթացը, որը ծրագրի արժեքի եւ բյուջետավորման գործընթացը կդարձնի ավելի համակարգված, ինչպես նաեւ ներդրումային հնարավորությունների եւ մասնավոր հատվածի ընդգրկվածության ուղղությունը կապահովի եւ ինչպես նաեւ նախատեսվում է նաեւ իրականացման փուլային ռազմավարության նկարագրությունը եւ այս իմաստով հայեցակարգը համալրվել է նորացված ժամանակացույցով եւ փուլերի նկարագրով, ինչը հստակեցնում է նաեւ իրագործման ընթացքից ակնկալիքները եւ առանձին նկարագրություն է ընկնում հաշվետվողականության համակարգի մասով, որն էլ երաշխավորելու է ծրագրի իրականացման թափանցիկությունը եւ հանրային վստահությունը։ Պետք է ասեմ, որ բուն շինարարական աշխատանքները նախատեսում ենք մեկնարկել 2027 թվականից հետևյալ աշխատանքների իրականացմամբ առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողների հյուրընկալելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններ,
Կմեկնարկեն եւ կիրականացվեն նաեւ հանրային նշանակության մշակութային բազմաֆունկցիոնալ համերգասրահի համաժողովների կենտրոնի կառուցումը, որի ընդհանուր ծավալը պլանավորված է ավելի քան 74,000 քառակուսի մետր, ավելի քան 628,000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստերի կառուցումը իր կրթական, հետազոտական եւ ճարտարագիտական ենթակառուցվածքներով։ Պետք է ասեմ, որ հենց այս պահին էլ մենք ակտիվ աշխատանքային փուլում ենք, մասնավորապես այս պահին մրցույթի են պատրաստվում համապատասխան ենթակառուցվածքների հետ կապված փաթեթները եւ առաջիկայում մենք կունենանք տարածքից բարձրաֆոլտ էլեկտրասյուների տեղափոխման եւ նաեւ ոռոգման համակարգի համար անհրաժեշտ աշխատանքների մրցույթները, ինչպես նաեւ զուգահեռաբար ընթանում են մյուս բովանդակային եւ այլ կազմակերպչական հարցերը։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։